Հիսուս Քրիստոսը մահացավ իմ ու քո համար, մեծ և թանկ գին վճարեց իմ ու քո փրկության համար, և նա հարություն առավ երրորդ օրը, որպեսզի ես ու դու հավիտենական կյանք ունենանք։ Սիրելիներ, մարդու հոգին հավիտենական է, այսինքն մեր այս երկրավոր կյանքը երբ որ ավարտվի, մեր հոգին զատվելու է մեր մարմնից և մտնելու է հավիտենություն։ Եվ հիմա հարց է առաջանում, արդյոք որ հավիտենությունը կմտնի մեր հոգին, որովհետև կա հավիտենական կյանք և կա հավիտենական դժոխք։ Խնդրում եմ, որ այսօր որոշում կայացնես և ընդունես Հիսուս Քրիստոսին որպես քո անձնական Տեր և Փրկիչ և սկսես կարդալ Ավետարանի Բարի Լուրը, այն ուղղված է յուրաքանչյուր մարդ արարածի, անկախ ազգությունից, բոլորը պիտի Ավետարանի Բարի Լուրը իմանան անձամբ, ճանաչեն Հիսուս Քրիստոսին որպես անձնական Տեր և Փրկիչ, որպեսզի ունենան հավիտենական կյանքը։ Աստված օրհնի, որ այսօր լինի քո կարևոր որոշման օրը, որովհետև ոչ մեկս չգիտենք այսօր ապրում ենք, թե վաղը ինչ է սպասվում մեզ։ Այս կյանքը, այս երկրագնդի վրա, երկիր մոլորակի վրա ապրելը շատ դժվարացել է։ Դժվարացել է վտանգների առումով, մարդու կյանքը ամեն վայրկյան վտանգի տակ է, տարբեր տեսակի վտանգների, առճակատման, այսպիսի կյանք է ապրում մարդը։ Ընդունիր Փրկչիդ, որպեսզի փրկվես։